Կոմիտասը բացառիկ երևույթ է հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, բանահավաք, խմբավար, երգիչ եւ մանկավարժ։ Կոմիտասը կարևորագույն դեր ունեցավ հայ երաժշտությունն ուսումնասիրելու, ինչպես նաեւ համաշխարհային հարթակներում այն տարածելու գործում։ Կոմիտասը պատկանում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտական մշակույթին։ Կոմիտասը Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Փոքր Ասիայի Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիային գաղթել 17-րդ դարի վերջին։ Կոմիտասը ծնողներից ժառանգել է գեղեցիկ ձայն եւ երաժշտական տվյալներ։ 1870 թվականին վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թվականին հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը։ 1876-ից 1880 թվականներին Կոմիտասը սովորում է Քյոթահիայի Քարամյա դպրոցում, այնուհետև Բրուսայի վարժարանում։ 1881 թվականին Կուտինայի փոխառաջնորդ Գևորգ Վարդապետ Դերցակյանը եպիսկոպոս ձեռնադրվելու նպատակով Էջմիածին պետք է մեկներ եւ կաթողիկոսից հրաման էր ստացել իր հետ մի որբ եւ լավ ձայնային տվյալներով օժտված երեխա տանել Գևորգյան ջեմարանում ուսանելու համար։ 20 որբերից ընտրվեց Սողոմոնը։ 1881 թվականի սեպտեմբերին Պատանի Սողոմոնը ժամանում է վաղարշաբաթ եւ ընդունվում Գևորգյան ջեմարան։ Քյոթահիայի հայերը թրքախոս էին, քանի որ հայոց լեզուն այնտեղ արգելված էր, ուստի Պատանին հայերեն չէր խոսում, բայց երգում էր հայկական հոգևոր երգեր։ Կաթողիկոս Գևորգ IV-ի հանձնարարությամբ ջեմարանի մի քանի ուսանող ստանձնում են Սողոմոնին մայրենի լեզու սովորեցնելու գործը, եւ մի քանի ամիս անց նա անկաշկանդ խոսում էր հայերեն։ Կոմիտասը 1895-96 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Էկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ։ 1896 թվականին խոշոր նավթարդյունաբերող եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու։ 1899 թվականին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ Համալսարանի փիլիսոփայության բաժինը եւ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան։ 1899 թվականին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ Համալսարանի փիլիսոփայության բաժինը եւ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան։ Բեռլինում ստացած կրթությունը հիմնարար նշանակություն է ունեցել Կոմիտասի կյանքում, որովհետև կոնսերվատորիայում եւ համալսարանում ստացած գիտելիքներ, ինչպես նաեւ գիտական միջավայրը նպաստել են Կոմիտաս կոմպոզիտորի եւ երաժշտագետի կայացմանը։ Կոմիտասն իր գործունեության ամբողջ ընթացքում հավաքում էր հայ ավանդական երգեր, թե ժողովրդական, թե հոգևոր։ Նա շրջում էր հայաբնակ տարբեր վայրերով, քաղաքներով ու գյուղերով, նպատակ ունենալով տեղում դիտարկել յուրաքանչյուր երգի ծնունդը, ստեղծման պայմաններն ու հանգամանքները։ Կոմիտասը սովորաբար երգերը գրառում էր նոր հայկական նոտագրությամբ, քանի որ այն եվրոպական նոտագրության համար անհրաժեշտ նոտային հնգագծի կարիք չուներ եւ հարմար էր երաժշտությունն արագ գրառելու համար։ Նոր հայկական նոտագրության համակարգը ստեղծել է հայազգի պոլսաբնակ երաժիշտ տեսաբան Համբարձում Լիմոնջյանը 19-րդ դարի սկզբին։ Կոմիտասը ստեղծագործեց եվրոպական երաժշտության համար բեկումնային շրջանում, սակայն մնաց ինքնուրույն։ Թեև նրա գործերում կարելի է նկատել երաժշտական գեղագիտական որոշ ուղղությունների մասնակի դրսևորումներ, սակայն հնարավոր չէ Կոմիտասի արվեստը դիտարկել որոշակի ուղղության տեսանկյունից։ Մինչև Կոմիտասը հայկական կոմպոզիտորական երաժշտությունը նմանակում էր արևմտյան երաժշտական ձևերն ու միջոցները, սակայն Կոմիտասը ստեղծեց կոմպոզիտորական յուրահատուկ ոճ, հիմնվելով հայ ավանդական երաժշտության վրա։ Կոմիտասը ստեղծագործել է հիմնականում վոկալ, խմբերգային եւ դաշնամուրային ժանրերում, իսկ այլ ժանրերի նրա մտահղացումները մնացել են անավարտ։ Կոմիտասի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ժողովրդական երգերի մշակումները, որոնք ոչ թե պարզ մշակումներ են, այլ ստեղծագործական աշխատանքի բարձրագույն դրսևորումներ։ Կոմիտասը նպատակ ուներ ստեղծել ազգային օպերա, եվրոպական օպերային դրամատուրգիայով։ Նա հեղինակ է մի քանի օպերային նախագծերի։ Դրանցից մեկը անուշ օպերան է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի։ Հայերենից բացի Կոմիտասը տիրապետում էր գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, քրդերեն լեզուներին։ Նրա ուսումնասիրությունները թույլ տվեցին վստահաբար հայտարարել, որ ազգային երաժշտության հիմքում այն լեզուն է, որով խոսում է տվյալ ժողովուրդը։ Հայ ինքնուրույն հոգևոր երգը, որը սկիզբ է առել 5-րդ դարում, մշտապես գտնվել է Կոմիտասի գիտական եւ ստեղծագործական հետաքրքրությունների առանցքում։ Պատարագը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կարևորագույն ծիսական արարողությունն է։ Պատարագի երգասացությունները հորինել են տարբեր հեղինակներ Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր։ Կոմիտասի պատարագը հիմնված է այդ ավանդական մեղեդիների վրա։ 19-րդ դարի երկրորդ կեսին տարբեր կոմպոզիտորներ ստեղծել են պատարագի միաձայն մեղեդիների բազմաձայն մշակումներ։ Հանրահայտ է հատկապես հայ կոմպոզիտոր Մակար Էկմալյանի մշակումը։
Կոմիտասի պատարագն առանձնանում է բոլորովին նոր մոտեցումով եւ ինքնատիպությամբ։ Խազագրությունը հայ միջնադարյան հոգեվոր երաժշտության գրառման համակարգ է։ Սկզբնավորվել է 7-ից 8-րդ դարերում, 16-րդ դարից հետո աստիճանաբար դուրս է եկել կիրառությունից։ Կոմիտասն ամբողջ գիտակից կյանքի ընթացքում զբաղվել է խազերի ուսումնասիրությամբ։ Ենթադրվում է, որ նա տիրապետել է այդ արվեստի գաղտնիքներին։ Ցավոք, այս ուղղությամբ նրա աշխատանքների զգալի մասի ճակատագիրն անհայտ է։ Խազերի վերծանումը կարևոր է ոչ միայն հայ երաժշտության, այլև միջնադարյան համաքրիստոնեական եկեղեցական երաժշտության այդ շրջանն ուսումնասիրելու համար։ Մինչ այժմ խազերի ընթերցման բանալին մնում է չբացահայտված։ 1906-ից 1914 թվականների ընթացքում Կոմիտասը հագեցած համերգային գործունեություն է ծավալել։ Նա համերգներով ու դասախոսություններով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում եւ այլն։ Ելույթ է ունեցել թե որպես մենակատար, թե որպես խմբավար։ Կոմիտասի համերգները լայն արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում եւ արժանացել եվրոպական մամուլի բարձր գնահատականին։ Կոստանդնուպոլսում Կոմիտասը ղեկավարում էր իր հիմնած Գուսան երկսեռ երգչախումբը, բաղկացած 300 հոգուց, համերգներ տալով տարբեր քաղաքներում։ 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կազմակերպած եւ իրագործած հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաեւ Կոմիտաս վարդապետին եւ աքսորեց Չանղր։ Որոշ ժամանակ անց ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը եւ դադարում ստեղծագործել։ Չնայած նա փրկվեց, տեսած սարսափները խոր հետք թողեցին վարդապետի հոգեկան առողջության վրա։ Կյանքի վերջին տարիները նա անցկացրեց Փարիզում, լռության մեջ։ Իրականում Կոմիտաս վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Կոմիտասը մահացավ 1935 թվականին։ Նրա մահից հետո մխիթարյան հայրերի ընտրած մի պատվիրակություն շտապում է Փարիզի Վիլժուիվ բուժարան, որտեղ վախճանվել էր Կոմիտասը։ Այդ ժամանակ էլ նկարիչ Հարություն Աճեմյանը հանում է Կոմիտասի գիպսե մահադիմակը։ Մեկ տարի անց 1936 թվականին Կոմիտասի աճյունը տեղափոխվում է Երևան եւ ամփոփվում հայ մշակութային գործիչների պանթեոնում։ Կոմիտասը դարձել է ողջ հայ ազգի խորհրդանիշը։ Հայ իրականության հազարամյակների ընդգրկում ունեցող պատմության մեջ նա ամենից սիրված կերպարներից է։ Կոմիտասից հետո բոլոր հայ կոմպոզիտորներն անդրադարձել եւ անդրադառնում են նրան, համարելով ոգեշնչման լավագույն աղբյուր։ Կոմիտասի կերպարին անդրադարձել են հայ գրականության, գեղանկարչության, քանդակագործության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Էլեն Դանիելյան, Օրագիր Նյուզ։